Հարգելի գործընկերներ, սենց պատրաստվում ես, գալիս ես, որ թեմատիկ խոսես, բայց նենց բաներ են խոսում այս մեր ընդդիմադիր գործընկերները, որ բան ես, չես կարողանում, 10 րոպեն էլ չի հերիքում, որ գոնե արձագանքես, որ էշիտեղ չդնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Էլի ուզում եմ ֆիքսել, ինչպես նախորդին ֆիքսեցի, որ էլի աթոռներին նայելու ենք, աչքեր պատկերացնենք, իրանց հետ խոսենք։ Տիկին Գալստյանը, Լիլիթ Գալստյանը, ինքը հայտնի է այդպես մասնավոր զրույցներում եւ ոչ միայն մասնավոր զրույցներում, հաճախ խոսում է, որ կինը կնոջը չպետք է թիրախավորի, որ գոնե մենք կանանցով այդ սոլիդարությունը պահպանենք իրար հանդեպ, բայց եկել է Սամբյոնից վարչապետի տիկնոջն ասում է, բան, զուգընկերուհի։ Իհարկե ամենայն հարգանքով բոլոր զուգընկերուհիների հանդեպ դրա մեջ վատ բան չկա, բայց տիկին Գալստյան դուք չգիտեք, որ վարչապետի զուգընկերուհին չի, վարչապետի տիկինն է, չգիտեք, որ ընտանիք է, ամուսիններ են ձեր շատ սիրած հայկական ավանդական կերպով են ամուսնացել, ոչ թե ԶԱԳՍ-ով եւ այդպես ամուսնացել են մեզ լսող բազմաթիվ 100 հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ դուք հիմա 100 հազարավոր մի քանի անգամ ավել, հա, երեխաներին այդ ընտանիքների ասում եք, որ ձեր մայրիկները զուգընկերուհիներ են, կգնաք եւ իդեպ ձեր ֆրակցիայում նայեք, կարող է էլի զուգընկերուհիներ լինեն ձեր ձևակերպած, տեսնենք նորմալ է, տենց թիրախավորերը, հերիք չի ձեր լրատվամիջոցներով եք մատի փաթաթան սարքել է դրվագը, հերիք չի բանը ձեր բլոգերներով եք չստացված սարքել, հիմա դուք եք այս ամբիոնից այդպիսի բան ասում, կին լինելով ու խոսելով կնոջ հանդեպ բան հարգալից վերաբերմունք պահպանելու այդ խաղի կանոնները պահելու անունից։ Կամ Տիկին Թովմասյանը եկել է, այստեղ մամուլի տեսություն է անում։ Մամուլի տեսություն է անում եւ իր ներկայացած մամուլի տեսության որակը հաշվի առնելով, ուզում եմ ասել, որ դուք անգամ մամուլի տեսություն չեք կարողանում, դրա համար ձեր թերթը այդ մակարդակն ունի, որտեղ որ լավ մամուլի տեսություն անեք, Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի որպես ղեկավար եմ հիմա խոսում, Վիետնամի ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումները կտեսնեք հարյուրավոր մարդիկ, որ եկել էին, նախ լավ են նրանք եկել էին, ձեր փողերով չէին եկել, ոնց ուզում են, այնպես գալիս են, քանի հոգով ուզում են եւ որտեղ ուզում են ապրում են այդ ընթացքում։ Ասում եք բանը, կտեսնեք, որ այդ մարդիկ ինչ հանդիպումներ են արել, որ մամուլի տեսություն լավ անեիք, կամ ասում է 133 հոգով եկել են, 144-ով գնացել են, միստիկա ասում, էլի, որ լսող ասի, այստեղ մի բան ինչի, ասենք բան ենք արել, մարդ ենք դրել տարել են հետը, մենք ենք գնացել, տեղյակ չեք, դա ձեզնից ենք ուղարկել հետները։ Ասենք միջև պատվիրակության գալը, հարգելի հայրենակիցներ, գալիս են պրոտոկոլի աշխատակիցներ, ովքեր զբաղվում են կազմակերպչական հարցերով, եւ իրենց հետ են գնում, որտեղ արդեն այլ բան չկա կազմակերպել։ Դրա համար 10 հոգով, 11 հոգով ավելացել է այդ քանակը։ Կամ բանը նկարացուց տալիս, բան 10 հոգանոց ասում է, տեսեք, սա է 130-140 հոգանոց պատվիրակությունը։ Ասենք Տիկին Թովմասյանն ուզում էր, որ Վիետնամի ազգային ժողովի նախագահի, օրինակ, օգնականը, անվտանգության աշխատակիցը, պրոտոկոլի աշխատակիցը կամ այն լուսանկարիչով լուսանկարել է այդ լուսանկարը, եւս լինի լուսանկարում։ Սա բանը абսուրդ է, ու սենց մանիպուլացնել ամեն ինչը, դա հեչ բան չի, էլի, արդար չի ոչ միայն ձեր ընթերցողների, այլև ամբողջ հանրապետության քաղաքացիների հանդեպ։ Կամ արցախցիների մասին, հա, անընդհատ այդ մարդկանց կարգավիճակը շահարկելը, բազմաթիվ արցախցիների հետ եմ բազմաթիվ հանդիպումներ ունեցել ու իրենց անունից եմ նաև ուզում խոսել, որ բավական է հանգիստ թողեք այդ մարդկանց ցավը, հերիքա որպես քաղաքական շահարկման թեմա դարձնեք ու իրենք էլ հայտարարեցին, այդ մարդիկ հեղափոխություն չեն պատրաստվում անել։ Իրենք էլ հայտարարեցին իրենց վերջին պայքարը, դա ինչքան էլ դուք փորձեցիք բեմերից դարձնել քաղաքական պայքար, իրենք էլ ասացին, որ դա սոցիալական խնդիրների հետ էր կապված, կառավարությանն ընդառաջ են գնում, պայմանավորվել են եւ շարունակելու են աշխատել, որ ավելի թիրախային դառնա այդ սոցիալական ծրագրերը, որոնք այժմ կան, եւ ձեր լրագրողի այդ տված հարցինի պատասխան, որ բա ոնց, բա իշխանափոխությունը, բա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ասում են մի րոպե, Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձևավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից։ Այս ձեզ լավագույն պատասխանն է, գնացեք եւ վրանում արված ասուլիսը նորից դրեք եւ նայեք։ Ինչ վերաբերում է արցախցիներին ու հանգիստ թողեք այդ մարդկանց։ Բայց կամ գալիս են բանը հայրենասիրությունից, չգիտեմ ինչերից են մեզ մեղադրանքներ ներկայացնում։ Պարոն Օհանյանը գիտի, որ իր ֆրակցիայում կա падգամավոր, ով իր անչափահաս երեխային դարձրել է օրինակ Վրաստանի քաղաքացի, որպեսզի
իր սիրած բանակում չծառայի, թող գնան եւ ոչ հայրենասերներ փնտրեն իրենց ֆրակցիաներում հերիք ու բոլեղավ, ինչպես ասում է մեր սիրելի վարչապետը։ Հիմա, բայց տիկին դատախազ, այս ամբողջը քաղաքական բան է, ուղղակի տենց պայքարի նախերգանք է, որը սկսվել է ոչ այսօր, ուղղակի հիմա ուղղակի սրվել է։ Եվ այդ պայքարը ընդհանրապես մի բանի համար է, ոչ թե որ գան, բանը ստանձնեն պատասխանատվություն, երկիրը չգիտեմ ինչ անեն, այլ որ գան այն իրանց թալանածը կարողանան պահեն, որովհետև տեսնում են, որ ապօրինի գույքի բռնագանձման այդ օրենքը աշխատում է եւ իրենց բազմաթիվ գողացածը այսօր անցնում է այդ գործով եւ մենք ուզում եմ արձանագրել, որ ունենք հիմա արդեն կոնկրետ արձանագրումներ, որ բազմաթիվ վարույթներ կան նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, միլիարդավոր դրամների գույքի վերադարձ պետությանը ընթացքի մեջ է, եւ որ ամենակարևորն է, այս պայքարը հարգելի տիկին դատախազ, սա ուղղակի սա թվեր չենք ներկայացնում, վիճակագրություն չենք ներկայացնում, սա կարևոր առաքելություն ունի, սա քաղաքացիների այդ արդարության վերականգնման գործընթաց է մեծ հաշվով, սա մեծ ակտ է կարելի ասել, եւ սա կամաց հասարակության այդ վստահությունը իր իշխանության հանդեպ վերադարձի ընթացք է, ոչ թե փորձ։ Իսկ ինչպես է այդ վստահությունը վերադարձվում։ Դուք բազմաթիվ ձեր ելույթում ցանկեր ներկայացրեցիք, հա, ինչը օրինակ վերադարձվել համայնքային հողեր, չգիտեմ, մանկապարտեզներ, մասնավորեցրած, մշակութային կենտրոններ, դպրոցներ, բազմաթիվ քաղաքացուն պատկանող պետական համայնքային ուրեմն գույքը այս մարդիկ մասնավորեցրել են եւ դրա համար ենք մենք մեծ հաշվով սկսել օրինակ 300 դպրոց կամ 500 մանկապարտեզ սարքել, որովհետեւ այդ շենքերը մասնավորեցրել են իրենց բիզնեսներն են տալիս օրավարձով այդտեղ բանանեն կամ իրենց բիզնեսներն են այդտեղ տեղակայված կամ տալիս են վարձով այդ տարածքները, որը պետքա ծառայել մեր երեխաներին։ Իսկ այսօր ընդհանուր առմամբ առ այսօր դատարաններում քննվում է այս ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում շուրջ 150 հայցադիմումներով պահանջ հարգելի քաղաքացիներ հօգուտ Հայաստանի ուրեմն դրանցով պահանջ կա բռնագանձել 1381 անշարժ գույք, 270 շարժական գույք, 359 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է շուրջ ավելի քան 527 միլիարդ դրամ, ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ։ Այս ինչից որ իրանք այստեղ խոսում են, այս միլիարդները եւ ոչ այս բարձա չէ որ այդ միլիարդների ընդհանրապես մի կաթիլն է ծովում, որը մենք ամբողջ ծովը պետքա վերադարձնենք, չնայած ներս չեք պահել, որ ամբողջը կարողանանք վերադարձնել։ Բայց հարգելի տիկին Վարդապետյան, մեզ ամենաշատը ոչ միայն լրագրողները, այլև մեր քաղաքացիները մեզ ամենաշատը հարցեր են տալիս, երբ պետք է ամբողջությամբ այդ թարանը վերադարձվի եւ տեմպերից են բողոքում։ Իհարկե, ես հասկանում եմ ծավալը բայց մենք պետք է, տեսեք, մենք որպես իշխանական, հա, օրինակ պաշտոնյաներ կանգնած ենք ամբողջությամբ համակարգի թիկունքին։ Մենք աջակցում ենք ինչով հնարավոր է կարողությունների զարգացում կլինի, ներդրում կլինի, նոր օրենք ստեղծել կլինի, նոր ուրեմն ինստիտուտ կլինի, թե ինչ, մենք ուզում ենք, որ սա մենք մեզնից հասանելիքը ամբողջությամբ անում ենք եւ նաեւ դրա համար իրավունք ենք վերապահում մեզ տեմպերի հետ կապված դες հարցեր ուղղել եւ պահանջել ինչու ոչ, որ այդ տեմպերը ավելի արագացնել։ Եվ ես վստահ եմ, որ հատկապես Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո այս օրենքը, հա, երբ որ պարզվեց, որ խնդիր չունի Սահմանադրականության հետ, այս տեմպերը ել ավելի արագ պետք է ընթանան, այնպես որ մեզ եւ ձեզ բարի երթ եւ շնորհակալություն։